Բոլոր աղաները հիմար են։ Լատիշական հեքիաթ։ Մի անգամ գյուղացին գնում է անտառ փայտ կտրելու։ Անտառում նրան հանդիպում է աղան։ Հարցնում է. աշխարհում ինչքան հիմար գյուղացի կա։ Ուղիղ կեսը, պատասխանում է գյուղացին։ Իսկ աղաները բոլորն էլ հիմար են։ Շատ է զայրանում աղան։ Գնում է, բայց կես ճանապարհին ջղայնությունից ստիպում է կառապանին ետ դառնալ։ Նա որոշում է գյուղացուն սպանել այդ խոսքերի համար։ Սակայն գյուղացին հիմար չի լինում։ Նա մի կեչի է կտրում և գցում ճանապարհի վրա, բայց այնպես, որ կեչու սաղարթը հենված է լինում մի ուրիշ ծառի։ Հետո մտնում է կեչու տակ, ուսը հենում բնին, իբր այդ ձևով պահում է նրան և սպասում է։ Հենց այդ ժամանակ էլ նրան մոտենում է աղան։ Նա չի ճանաչում գյուղացուն։ Հարցնում է. լսիր, չես տեսել փայտահատ գյուղացուն։ Չէ, չեմ տեսել, պատասխանում է գյուղացին։ Իսկ չէիր կարող գտնել նրան, խնդրում է աղան։ Գուցե նա թաքնվել է, ասենք, ճահճում։ Ինչու՞ չէ, կարելի է և փնտրել, միայն մի պայմանով, որ մինչև ես գտնեմ նրան, դու պահես այս կեչին, այսպես բռնած պիտի պահես։ Աղան համաձայնվում է, իսկ գյուղացին կեչու ծայրը իջեցնում է ծառից և խեղճ աղան ստիպված է լինում իր ուսերին պահել հսկա ծառը։ Մի քիչ հետո գյուղացին վազելով գալիս է ճահճից ու ասում. Աղա, ձիերդ տուր ինձ, թե չէ չեմ հասնում նրա ետևից, շատ հեռու է գնացել։ Մի ձին էլ հերիք է քեզ, պատասխանում է աղան։ Հեչ չէր ուզում երկու ձին տալ գյուղացուն։ Ախր մենք ո՞նց պիտի երկու հոգով վերադառնանք մի ձիով, հարցնում է գյուղացին։ Ու աղան ստիպված է լինում ձիերը տալ նրան։ Գյուղացին վերցնում է ձիերն ու սլանում տուն, իսկ աղան մնում է ճանապարհի վրա կեչին ուսերին։ Սպասում, բայց գյուղացին չկա ու չկա։ Հետո իր կառապանին է հրամայում պահել կեչին, իսկ կառապանը պատասխանում է. Չէ, չեմ կարող, փորս ցավում է։ Իսկ նրա փորը ճիշտ որ ցավում էր։ Աղայի հիմարության վրա այնքան էր ծիծաղել, որ… Շատ է բարկանում աղան։ Ու էլ չսպասելով գյուղացուն, ուսերից ցած է գցում կեչին։ Ինքն էլ լծվում կառքին ու տնկտնքալով հասնում տուն։ Իսկ տանը կառապանն ասում է նրան. Դե, հիշո՞ւմ ես ինչ էր ասում գյուղացին. բոլոր աղաներն էլ հիմար են։